Բարև ձեզ, Շնամ Գյումրիի եթերում լրատվության ժամ է, այսօր հունիսի 13 շաբթի։ Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Իրաքի նախագահ Աբդ ալ-Լատիֆ Ջամալ Ռաշիդի հետ։ Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին, խաղաղությանն ու կայունությանը վերաբերող հարցերին, ընդգծելով արդյունավետ գործընկերության և փոխվստահության ձևավորման կարևորությունը։ Կողմերը կարևորել են երկկողմ տնտեսական փոխգործակցության ընդլայնումը, այս համատեքստում ընդգծվել է Երևան-Բաղդադ ուղիղ թռիչքների ներդրման անհրաժեշտությունը։ Իրանը կարողացավ կանխել Զանգեզուրի միջանցքի դավադրությունը։ Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեի խորհրդական Ալի Վելայաթին։ Նա նշել է, որ նայելով պատմությանը կարելի է համարձակորեն ասել, որ իսլամից հետո Իրանը երբեք այսքան հզոր, անկախ և ազդեցիկ չի եղել, և Իրանի հեղինակության նշաններից մեկը ըստ նրա Թեհրանի արագ և վճռական արձագանքն էր Հարավային Կովկասի ճգնաժամին, երբ որոշ երկրներ փորձեցին կապ հաստատել Նախիջևանի և Ադրբեջանի միջև Հայաստանի միջոցով Զանգեզուրի միջանցք անվան տակ մի ծրագիր, որն իրականում նպատակ ուներ մասնատել Հայաստանը և կտրել Իրանի կապը Եվրոպայի հետ, Իրանի Իսլամական Հանրապետությունը զգոնությամբ և հեղինակությամբ ընդդիմացավ դրան և խափանեց այս դավադրությունը, հայտարարել է Վելայաթին։ Ըստ նրա, Զանգեզուրի միջանցքի նպատակը ոչ միայն Իրանին հյուսիսային ուղղություններից կտրելն էր, այլև հարավից Ռուսաստանը շրջափակելը։ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու համար համակարգող խումբ ստեղծել։ Վարչապետը սոցցանցի իր էջերում հերթական գրառումն է արել, դիմելով հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հավատավոր հետևորդներին։ Որպես ձեզնից մեկը դիմում եմ ձեզ, մեզ անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Մայրաթոր Սուրբ Էջմիածնի վեհարանը ազատելու և կաթողիկոսարան նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ։ Այս փուլում պիտի ստեղծենք համակարգող խումբ վերենշված օրակարգի կազմակերպչական հարցերը կարգավորելու համար։ Համակարգող խմբի անդամ կարող են դառնալ հայաստանյաց առաքելական Սուրբ Եկեղեցուային հետևորդները, ովքեր իրենց ամբողջ հոգով հավատում են մեր կենդանի Տիրոջը Հիսուս Քրիստոսին։ Գոնե մեկ անգամ սկզբից մինչև վերջ կարդացել են Աստվածաշունչը, վերջին 5 տարում գոնե մեկ անգամ պահել են մեծ պահքը, ամեն օր աղոթում են, հավատում են, որ Մայրաթորի նորոգման օրակարգը բխում է հայաստանյաց առաքելական Սուրբ Եկեղեցու, մեր ժողովրդի, մեր պետության շահերից և համապատասխան է մեր նախնիների սուրբ ավանդին։ Համակարգող խմբի անդամ կարող են լինել թե տղամարդիկ, թե կանայք, թե աշխարհիկ մարդիկ, թե հոգևորականներ։ Կուսակրոն հոգևորականների դեպքում պարտադիր է, որ նրանք խախտած չլինեն կուսակրոնության ուխտը։ Համակարգող խմբի առաջին 10 անդամների ընտրության պատասխանատվությունը կվերցնեմ ինձ վրա, վերենշված չափանիշների շուրջ ունեցած զրույցների գնահատմամբ։ Հետագայում խումբը ինքը կորոշի ընդլայնման ընթացակարգերը, իր կառուցվածքը և այլ հնարավոր հարցեր։ Հասկանում եմ, որ համակարգող խմբի անդամության վերենշված չափանիշների մեծ մասը օբյեկտիվորեն հնարավոր չէ ստուգել, բայց շփումներում, զրույցներում Աստծո օգնությամբ հնարավոր է պարզել, հնարավոր է տեսնել հոգու աչքերով։ Վերենշված չափանիշներին համապատասխանելու պարագայում խնդրում եմ համակարգող խմբի կազմում ընդգրկվելու համար ձեր անուն, ազգանունը, հեռախոսի համարը ուղարկել nikolpashinyan@gmail.com էլեկտրոնային փոստի հասցեին, սուբյեկտ տողում գրելով համակարգող խումբ։ Խնդրում եմ կարճ գրել նաև ձեր մասնագիտության և կամ զբաղմունքի մասին։ Համակարգող խմբի ձևավորումը տեղի կունենա աշխատանքային կարգով, մինչև խումբը ինքը կորոշի հայտարարել իր մասին։ Մեր այս գործունեության ընթացքում գայթակղության բազմաթիվ խոսքեր են հնչելու։ Մեզ մեղադրելու են ամենատարբեր մեղքերում։ Այդ ամենին նայեք ձեր հոգու աչքերով, լսեք մեր կենդանի Տիրոջ Հիսուս Քրիստոսի ձայնը և առաջնորդվեք ըստ այդմ։ Մեծի տան Կիլիկիո կաթողիկոսությունը մտահոգված է կաթողիկոսի նկատմամբ իշխանության դրսևորած պահվածքով։ Մեծի տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Արաչինի նախագահությամբ կայացել է Կիլիկիա վերլուծական հարթակի առցանց նիստը, որի ընթացքում ժողովականները խոր մտահոգություն են հայտնել Հայաստանում բարձրաստիճան եկեղեցականների նկատմամբ պետական իշխանությունների ներկայացուցիչների բարձրացրած հարցերի հետևանքով ստեղծված մթնոլորտի կապակցությամբ։ Անընդունելի են համարել հարցերի նման ձևով բարձրացումն ու քննարկումը, որոնք չեն բերում լուծումների, այլ ստեղծում են ներհասարակական լարվածություն, ասված է հայտարարության մեջ։ ԱՄՆ դաշնային իշխանությունները հակամիգրացիոն ռեյդերի դեմ բողոքի ցույցերի ֆոնին կրկնապատկում են Լոս Անջելեսում տեղակայված ազգային գվարդիայի զորքերի թիվը։
Այս մասին X սոցիալական ցանցում գրառմամբ հայտնել է Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը։ Ազգային գվարդիայի նոր ստորաբաժանումներից բացի Կալիֆոռնիայի Քեմփ Փեդլթոն բազայից Լոս Անջելես կուղարկվի նաև 700 ծովային հետևակային։ Սպիտակ տան վարչակազմը որոշումը հիմնավորել է դաշնային աշխատակիցների և շենքերի դեմ սպառնալիքների աճով։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանելով Լոս Անջելեսում շարունակվող բողոքի ցույցերը անկարգություններ հրահրելու համար մեղադրել է պրոֆեսիոնալ խռովարարներին և անկարգությունների կազմակերպիչներին։ Նա սպառնացել է Կալիֆոռնիա ուղարկել անվտանգության ուժերի ավելի շատ ներկայացուցիչների, որոնք հաշվետու են դաշնային կենտրոնին, այլ ոչ թե տեղական իշխանություններին։ Նման ստորաբաժանումները պետք է պայքարեն արտաքին սպառնալիքների դեմ, այլ ոչ թե ներքին, ասել է Նյուսոմը։ Միաժամանակ լրատվամիջոցները գրում են, որ Կալիֆոռնիա նահանգը և նահանգապետ Գևին Նյուսոմը դատական հայց են ներկայացրել նախագահ Դոնալդ Թրամփի և պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթի դեմ Լոս Անջելեսում ազգային գվարդիայի զորքերի տեղակայման վերաբերյալ։ Դատարան ներկայացված հայցում պնդվում է, որ Թրամփը խախտել է դաշնային օրենքը և սահմանադրությունը։ Կալիֆոռնիայի նահանգապետը պահանջում է չեղարկել ազգային գվարդիայի զորքերի տեղակայումը և դրանց նկատմամբ վերահսկողությունը վերադարձնել նահանգային իշխանություններին։ Մեկ շաբաթվա ընթացքում Լոս Անջելեսի տարածքում ձերբակալվել է 118 մարդ ներգաղթի օրենքները խախտելու կասկածանքով։ Միջոցառումների ընթացքում անվտանգության ուժերը կիրառել են արցունքաբեր գազ և լուսարձակող նռնակներ։ Բռնի ձերբակալությունները հանգեցրել են բողոքի ցույցերի, որոնք վերաճել են ոստիկանության հետ բախումների։ Գիշերը ռուսական կողմը անօդաչուներով հարվածներ է հասցրել Կիևի մի շարք շրջաններին, լրատվամիջոցների տվյալներով բարձրահարկ շենքերում և առանձնատներում ավերածություններ են եղել, այրվել են ավտոմեքենաներ և պահեստային տարածքներ։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է մայրաքաղաքում 4 վիրավորի մասին։ Հարվածներ են եղել նաև Օդեսայում, վնասվել է ծննդատուն և բնակելի շենք։ Նախնական տվյալով 2 մարդ մահացել է, 9 վիրավորվել։ Ուկրաինական կողմը հայտնել է նաև Սումիին հարվածների մասին, նշվում է 6 զոհի մասին։ Այսօր առավոտյան ուժեղ կարկուտ է տեղացել Գեղարքունիքի մարզի Լիճք և Ներքին Գետաշեն բնակավայրերում, վնասվել են ցանքատարածություններ։ Օրեր առաջ նույն մարզի Մադինա, Գեղհովիտ ու մի քանի այլ բնակավայրեր էին տուժել կարկուտից։ Շանթ Նյուզը որոշ մանրամասներ է պարզել։ Այս կադրերը Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում են նկարահանել։ Այստեղ տեղացած ուժեղ կարկտի մասին առավոտյան տեղեկացանք հիդրոօթերոթաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանի ֆեյսբուքյան գրառումից։ Բնակավայրի ղեկավար Սիրակ Սիրականյանն ահա Շանթ Նյուզին այս կադրերն էլ փոխանցեց։ Սիրականյանն ասաց, որ կարկուտը տեղացել է առավոտյան 6:45-ին, ուժգին ձայնով ավերելով բանջարաբոստանային մշակաբույսեր, արտեր, ծառեր, նաև մի քանի տանիքներ, ջուրը տներ լցնելով։ Գեղարքունիքում կարտոֆիլի մշակմամբ շատերն են զբաղվում, Լիճքում կարկուտը կարտոֆիլի ցանքատարածությունները ևս չի խնայել։ Ներքին Գետաշենում ցանքատարածությունները ևս այս առավոտ տուժել են կարկտից։ Օրեր առաջ անցած ուրբաթ, բայց արդեն գիշերվա կեսին ուժգին կարկուտը Գեղարքունիքի մարզի Մադինա Գեղովիտ բնակավայրերում էլ այս պատկերն ուներ։ Մոտավորապես 10-15 ցանցի Մադինա բնակավայրում կարկտի շերտի հասցումն եղավ և ավելի քան 4-ից 5 հեկտար ընդհանուր վիճակագրությամբ սացիր, լոբի, բավականին ծառեր վնասեց։ Իսկ ինչը վերաբերում է կարտոֆիլին, կարտոֆիլը հենց չի աճել, կարտոֆիլի վնաս գրեթե չունենք։ Գեղովիտի բնակավայրի վարչական ղեկավարն էլ ասաց, որ ուրբաթ օրը ուղիղ կես ժամ տեղացած ուժգին կարկուտը երկու թաղամասերում գրեթե ամբողջությամբ հողին է հավասարեցրել շուրջ 5 հեկտար լոբու, կաղամբի, կարտոֆիլի, ծորենի գար ու ցանքատարածություններ, ավերել մոտ 600 ծառեր։ Այս լրիվ լոբի այս է, տեսկլիտ կեքներով սաղ վարի է, խաչադրեն։ Այնտեղ ծիրանենիներ կար, արդեն ծիրանեն տնկել ժողովուրդը, տանձենիներ, տատիկներ կան, որ ասում է 70 տարի մեկը կար, ստեղ ասում էր հարսեմ, այսպիսի բան չեմ տեսել։ Այն, որ կլիման գլոբալ տաքացման է գնում ու փոփոխվում, գաղտնիք չէ, սակայն հուլիսին ու օգոստոսին ևս Գեղարքունիքում խոշոր կարկուտներ էլի են եղել։ 90-ականներ, 92-3 որ կարկտից սկայական
Շահունիկում կարկտից տուժած բոլոր բնակավայրերում հանձնաժողովները վնասի չափերը ճշտել, արձանագրել ու մարզպետարան են փոխանցել։ Տիգրան Հովակիմյան, Հորիզոն։ Խորհրդարանում քննարկվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2024 թվականի պետական բյուջեի կատարողականը։ Այս գերատեսչության կապիտալ բնույթի աշխատանքների ծավալը նախորդ տարի հասել է 63 միլիարդի։ Մենք ունենք իրավիճակ, երբ որ նախարարության համակարգման տիրույթում եւ բյուջեում արտացոլվում է կառավարության խոշորագույն ծրագրերից 300 դպրոց 500 մանկապարտեզների ծրագրի մանկապարտեզների մասով իհարկե մասամբ ցուցանիշները եւ այստեղ մենք կատարողականի իմաստով հիմնականում կապիտալ ծախսերի մասով է, որ ունեցել ենք թերակատարումներ, առանց կապիտալ ծախսերի նախարարության կատարողականը կազմել է 98.3%, ինչ վերաբերում է կապիտալ ծախսերին, այստեղ ես պետք է մի քանի պարզ ցուցանիշի վրա ձեր ուշադրությունը հրավիրեմ, որ 23 թվականի նկատմամբ 24 թվականի փաստորեն համեմատ մենք ավել ենք կատարել կապիտալ դասակարգվող ծախսերը շուրջ 30 միլիարդով, բայց սա ամբողջ պատկերը չի, որովհետև բացի կապիտալ ծախս դասակարգումից մենք ունենք կապիտալ բնույթի այլ ծախսեր մեր բյուջեում եւ սա վերաբերում է օրինակ կապիտալ դրամաշնորհներին, որոնք տրամադրվում են տարբեր աշխատանքներ իրականացնելու համար, այդ թվում դպրոցներում, եւ երբ որ նայում ենք այս ցուցանիշներին, ապա տեսնում ենք, որ էական աճ ունենք, մասնավորապես եթե 2023 թվականի ավարտի դրությամբ մենք 19 միլիարդի չափով կապիտալ բնույթի աշխատանքներ ենք իրականացրել մեր բյուջետային ուրեմն միջոցների շրջանակներում, ապա 24 թվականին արդեն կապիտալ բնույթի աշխատանքների ծավալը հասել է 63 միլիարդի։ Սա մի քանի անգամ ավել է եւ ես կուզեմ եւս մի ցուցանիշ բերել, այս մասին շատ ենք խոսում պետական համակարգի արդյունավետության եւ հետաքրքիր է, որովհետեւ 2018-19-ին եւ դրանից առաջ մեր ոլորտներին հատկացվող ընդհանուր բյուջեն, ինչու եմ ասում ընդհանուր բյուջեն, որովհետեւ գիտեք, որ 3 տարբեր նախարարությունների շրջանակում էին հատկացումները միջև միավորում արվում, 150 միլիարդը չի գերազանցել, այս պահին մենք խոսում ենք արդեն հաջորդ տարի, ուրեմն միջնաժամկետ ծախսային ծրագրով 420 միլիարդ դրամի մասին, որը հատկացվում է մեր ոլորտներին, այսինքն աճը էական է։ Այսօր մեկնարկել է միասնական քննությունների երկրորդ փուլը։ Առաջին օրը դիմորդները քննություն են հանձնել ռուսացլեզու եւ քիմիա առարկաներից։ Գյումրիում 2 քննություն էլ անցկացվել է մեկ քննական կենտրոնում, թիվ 10 դպրոցում, որին մասնակցել է 134 դիմորդ, 37-ը ռուսացլեզվից եւ 97-ը քիմիայից։ Ընդհանուր առմամբ միասնական քննությունների երկրորդ փուլում ավելի շատ դիմորդներ են հայտագրվել։ Առաջին փուլում անգամ բարձր միավորներ ստացած դիմորդները կրկին քննություն են հանձնում։ Դիմորդների մուտքը քննական կենտրոն մետաղորսիչներով ստուգում անցնելուց հետո է միայն։ Սա կիրառվում է անցած տարվանից եւ վերահսկում է քննություններին տարբեր գադջեթներ կիրառելու հավանականությունը։ Ռուսաց լեզվից քննություն հանձնողները քննասենյակում միայն գրիչներով են, իսկ քիմիա հանձնողները նաեւ հաշվիչներով ու Մենդելեևի պարբերական աղյուսակով։ Շիրակի մարզում բավական մեծ է քիմիա հայտագրած դիմորդների թիվը։ Մեծ մասը բժշկական համալսարանի դիմորդներ են։ Ավելի բարձր միավորներ ստանալ են ուզում առաջին փուլում ցածր կամ միջին միավորներ ստացածները։ Նաև նրանք, որոնց միասնական քննությունների առաջին փուլի արդյունքներով ընդամենը 1 բալ չի հերիքել առավելագույն միավորն ապահովելու համար։ Օրինակը բժշկական համալսարանի դիմորդ Արևշատ գյուղի դպրոցի շրջանավարտ Լալան է։ Քիմիան 19, կենսաբանությունը 19.75։ Եվ հիմա մաքսիմումն ես գնում հաստորեն։ Նորից փորձը։ Դե ես նպատակային ուղղությունով եմ գնում, ըստ այդ ուղղության ես սովորելու եմ այնտեղ, որից հետո 3 տարի կարող եմ աշխատեմ մեր մարզում ու ըստ դրա անվճար եմ։ Հանձնել եմ հունվար ամսին քիմիա կենսապ առարկաները, ընդունվի Երևանի պետական բժշկական համալսարանը։ Լավ արդյունքներ եմ բերել կենսաբանություն առարկայից, հիմա փորձում ենք քիմիան ավելի լավ արդյունքներ բերենք։ Միասնական քննությունների երկրորդ փուլում վերահանձնելու հնարավորությունը տարբեր բաժիններում գնահատականների մրցութային շեմը բարձրացնում է։ Այսինքն, ինչքան շատ է ավելի բարձր միավորների ձգտող դիմորդների թիվը, այնքան բարձր է ընդհանուր արդյունքը։
Միևնույն ժամանակ քիչ չեն բաժինները, որտեղ մրցույթ չկա կամ էլ դիմորդ չունեն։ Կան մասնագիտություններ մեր պոլիտեխնիկական համալսարանում մենք լինելով այսպես երկրաբանական բազմաթիվ հանածոների երկիր, մենք այդ երկրաբանության այդ հանածոների այդ ֆակուլտետում չունենք դիմորդներ, ընդհանրապես չունենք։ Այսինքն խնդիրը կայանում է նրանում, թե ինչ ֆակուլտետներ են դիմում եւ դիմելու արդյունքում որքան են նրանց հավաքած միավորները, հետեւաբար մրցույթի բարձրությունը։ Անցողի գնահատականը 7.5 է, դրանով ես կարող եմ ընդունվել։ Տարական մեթոդիկա եւ մանկաբաժնություն բաժինն է, մրցույթը այդքան էլ շատ չէր։ Մրցակցային չէ։ Շատ բաժիններում նվազագույն 7.5 միավորը էլի բավարար կլինի ընդունվելու համար։ Դրանցից են հայերեն, ռուսերեն թարգմանչական գործ եւ ռուսաց լեզու բաժինները, որտեղ ի տարբերություն նախորդ տարիների այս տարի դիմորդների թվի փոքր-ինչ աճ է նկատվում։ Սրանով է պայմանավորված ռուսաց լեզվից քննություն հանձնողների թվի ավելացումը։ Սկզբանե նշել էի Շիրակի պետական համալսարան, հենց ռուսաց լեզվի ուսուցչուհի ֆիզիկ բաժինը։ Առաջի փուլում ստացվեց, բավականին բարձր ստացա, բայց հիմա էլի ուզում եմ ավելի բարձր։ Ձմռանը չեմ հանձնել, դե եթե անկեղծ սկսում մտադրություն չկար ինստիտուտ ընդունվելու, հետո ցանկությունը առաջացավ, դրա համար երկրորդ փուլում նոր կհանձնեմ։ Եվ առաջի փուլի ժամանակ եւ այս երկրորդ փուլի ժամանակ թվերը մոտավորապես նույնն են, որովհետեւ կան երեխաներ, որոնք առաջին փուլի ժամանակ չէին հայտագրվել եւ հայտագրվել են հիմա, կան երեխաներ, որոնք հայտագրվել էին առաջին փուլին, ստացել են բարձր միավորներ եւ չեն գալիս այս փուլին մասնակցելու քննություններին։ Հանրապետությունում միասնական քննությունների առաջին փուլին մասնակցել է 11608 դիմորդ, երկրորդ փուլում նրանց թիվը 12000-ից ավելին է։ Լինելու է նաև երրորդ փուլ, որին մասնակցելու իրավունք ունեն օտարերկրյա քաղաքացիները, բանակից զորացրվածները եւ միասնական քննությունների երկրորդ փուլից բացակայած դիմորդները։ Իհարկե, եթե նրանց բացակայությունը հարգելի համարվի։ Այսօր Գյումրիում 2 առարկաներից 7 բացակա դիմորդ կար։ Եթե երեխաները բժշկի տեղեկանք են ներկայացնում, որը խիստ հիմնավոր է, որ ներկայացում է բողոքարկման հանձնաժողովը եւ բողոքարկման հանձնաժողովը քննարկելուց հետո որոշում կայացնի այդ երեխաներին թույլատրելու մասին, այո, նրանք իրավունք ունենան հաջորդ քննությանը մասնակցելու, հաջորդ փուլի, երրորդ փուլի քննությանը մասնակցելու։ Սակայն եթե բողոքարկման հանձնաժողովը որոշում ընդունեց չթույլատրելու մասին, նրանք իրավունք չեն ունենա։ Բացակաների թվում նաև այն դիմորդներն են, որոնք առաջին փուլում անցողիկ միավորներ են ստացել, երկրորդում հայտագրվել են, բայց որոշել են չներկայանալ քննության ու պահպանել առաջին փուլի միավորները։ Անցողիկ միավորներ ստացած, բայց մրցույթով հայտագրած բաժիններից դուրս մնացած դիմորդների համար էլ եւս մեկ մրցույթ կանցկացվի թափուր տեղերի առկայության դեպքում։ Լուսինե Հայրապետյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Այժմ լրահոսն այսպիսին էր, նորությունների սպասեք մեր հաջորդ թողարկումներում։